Բարև ձեզ սիրելի հետևորդներ ջան, բարև ձեզ նրանց, ովքեր առաջին անգամ են նայում իմ տեսահոլովակը, դուք գտնվում եք Այսիա Շահբազյան վլոգում, եւ այսօր ես պատրաստելու եմ մի շատ հետաքրքիր բաղադրատոմս, հավի կրծքամիսը լցոնած, որն ստացվում է շատ համեղ, աննկարագրելու յուրահատուկ համ ունի եւ շատ գեղեցիկ տեսք։ Դե ինչ, սկսեցինք։ Մեզ անհրաժեշտ է ունենալ հավի կրծքամիս, մոցարելա պանիր, լոլիկի չորացրած շերտիկներ, սունկ, մաղադանոսի տերևներ կամ ռեհանի տերևներ։ Ուրեմն նախորոք մաքրում ենք, ազատում ենք ջլերից, ավելորդ յուղերից հավի կրծքամիսը, Եթե հավի կրծքամիսը ձեր ունեցած փոքր չափերի է, ապա համապատասխան այդ մթերքները կարող են ավելի քիչ օգտագործվել։ Իմ պարագայում նմանատիպ քանակով եմ ես օգտագործելու։ Այս փոքրիկ ճարպն էլ հեռացնեմ։ Ահա, գրեթե պատրաստ է արդեն հավի կրծքամիսը մաքրեցի։ Ահա։ Այսպես։ Հիմա համեմում ենք հավի կրծքամիսը սև պղպեղով կամ եթե օրիգանո ունեք, օրիգանով էլ կարող եք։ Քարի, քանի որ հավի հետ միշտ քարին ավելի հաճախ ենք օգտագործում եւ յուրահատուկ համ է տալիս հավի մսին։ Աղ, շրջում եմ հակառակ կողմը նույնպես համեմում։ Ձեր ցանկությամբ, ինչպես կարող եք, ինչպես ցանկանում եք, չափը չեմ նշում, որովհետև դա ըստ ցանկության է։ Մի լավ տարածում ենք այսպես, որպեսզի ավելի շուտ համեմվի մեր կրծքամիսը։ Մինչ հավի միսը կհամեմվի, ես արդեն կտրում եմ մոցարելա պանիրը։ Մանր կտրտում ենք։ Ահա այսպես մանր։ Ինչքան հնարավոր է մանրացնում ենք։ Ես կարծես թե առանձնացրել եմ մեկ կտորի համար կես մոցարելա է գնում, մեկ սունկ, երկու փոքրիկ շերտիկ, չորացրած լոլիկ եւ երկու ճյուղ մաղադանոս։ Նորից եմ կրկնում, ձեր պարագայում կարող է ավելին լինել կամ ավելի պակաս լինել։
Ահա, սունկն էլ արդեն պատրաստ է, կտրտեցի, վերջացրեցի սունկը, հիմա հերթը լոլիկինն է։ Մարինացված տարբերակն է այսպես օգտագործվում, որովհետև հենց համը յուրահատուկ տալիս է նույնպես այս մարինացված լոլիկը։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ձիթապտղի յուղի մեջ համեմված է և շատ համեղ համ ունի։ Լրիվ համեղ ստացվեց։ Հիշեցնեմ, որ Հայաստանի բնակիչների համար, որ սուպերմարկետներում կա նույն ձևով պահածոյացված, ես հետաքրքրվել եմ և այս բաղադրատոմսը կարող եք հեշտությամբ պատրաստել։ Ուրեմն այս ձևով կտրում ենք հավի կրծքամիսը, որքան հնարավոր է խոր, և այդ փոսիկի մեջ տեղավորում մեր կտրտած մթերքները։ Ահա, տեսնում եք, լիովին տեղավորվեց, այդ չափը ուրեմն համապատասխանում է իմ ունեցած մսի կտորին։ Ուրեմն վերջում ավելացնում ենք կանաչին, մատեիս է կպչում, շատ անհնազանդ կանաչի է։ Ուրեմն այս փայտի փոքրիկ ձողիկներով ամրացնում ենք, որպեսզի տեսքը չկորի, այսպես կարծես թե փոքրիկ նավակներ ստացվեն։ Գեղեցիկ տեսք է ունենում։ Ինչ անհնազանդ կանաչիներ են, ձեռքերս մաքրեմ, մի քանի ձողիկ պակաս է։ Զգուշությամբ նորից անցկացնեմ։ Եվ վերջին հատիկը։ Ահա, տեսեք, այսպես է ստացվելու։ Կարծես փոքրիկ նավակ լինի։ Հաջորդը նույն ձևով կրկնում ենք։ Սա շատ հետաքրքիր իմ կարծիքով բաղադրատոմս է և շատ գեղեցիկ տեսք է ունենում, այնպես որ կարող եք պատրաստել, տարբերվի ձեր առօրյա մենյուն, ինչպես նաև համն է տարբեր ստացվում այսպես, սովորական հավի մսի համից լրիվ տարբեր է ստացվում և շատ
օրիգինալ համ է ունենում։ Կարող եք նաև այդպես տարբերել ձեր ճաշացանկը։ Ահա, վերջնական արդեն տեղավորեցի այդ փոսիկի մեջ, կանաչին եմ ավելացնում և նորից փակում եմ փայտե ձողիկներով, փոքրիկ ձողիկներով։ Այսպես, երկրորդն էլ ավարտեցի, նորից կանաչինեից մաքրեմ ձեռքերս և տեղավորեմ թավայի մեջ։ Որպեսզի մի փոքր փափուկ լինի, շատ չոր չստացվի, ես մի փոքր ձիթապտղի յուղ եմ ավելացնում։ Ճիշտ է, իմ տապակային չի կպչի միսը, բայց ես նաև մի լավ յուղապատում եմ։ Այսպես պտտելով որոշեցի յուղապատել, յուղը տարածել։ Ահա, տեսնում եք, կարծես թե փոքրիկ նավակներ լինեն ջրի մեջ լողալիս։ Ուրեմն տեղավորում ենք նախորդ տաքացված ջեռոցի մեջ 180 աստիճանում 20-ից 25 րոպե։ Ահա, վերջնական տեսքը այսպիսին է ստացվում։ Նայեք, տեսեք, ինչ հետաքրքիր տեսք ունի։ Ես արդեն հատիկները հեռացրել եմ։ Հիմա կտրում եմ և փորձում։ Ահա, միսը լավ եփվել է։ Յուրահատուկ համ իրոք, շատ որ փորձեք, ինքներդ կհամոզվեք։ Արտակարգ համ։ Դե ինչ, բարի ախորժակ, շնորհակալություն, որ դիտեցիք։